ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, Չինաստանի արագ ռազմական հզորացումը լուրջ մտահոգության պատճառ է դարձել Վաշինգտոնի համար։ Նա Սինգապուրում անցկացվող Շանգրի-Լա դիալոգի ժամանակ կոչ է այլ Ասիայի երկրների դաշնակիցներից զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը։ Հեքսեթի խոսքով ԱՄՆ-ն ակնկալում է, որ գործընկերները պաշտպանության վրա կծախսեն հնայի առնվազն 3.5%։ Նա ընդգծել է, Վաշինգտոնը այլևս չի պատրաստվում միայն կրել հարուստ երկրների անվտանգության հիմնական բեռը։ Մեծ գործընկերներ են պետք, ոչ թե պաշտպանյալներ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, մոտորես վերջնական որոշում կկայացնի Իրանի հետ հրադադարի երկարաձգման վերաբերյալ առաջարկվող համաձայնագրի շուրջ։ Խոսքը վերաբերում է ապրիլին հաստատված 60-օրյա հրադադարի հնարավոր երկարաձգմանը, որը պետք է ժամանակ տա մշտական համաձայնության հասնելու համար։ Թրամփը պահանջում է, որ Իրանը հրաժարվի միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից եւ անհապաղ բացի Հորմուզի նեղուցը առանց վճարների եւ սահմանափակումների։ Տեհրանը դեռ չի համաձայնել այդ պահանջներին եւ պնդում է, որ նեղուցի կառավարման հարցը պետք է որոշեն Իրանը եւ Օմանը։ Reuters-ի աղբյուրների համաձայն քաղաքական համաձայնության հասնելու հնարավորությունը մեծացել է, շուկաներն արդեն արձագանքել են նավթի գների անկմամբ։ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը հայտարարել է, Դոնալդ Թրամփի Պեկին կատարած այցից հետո ԱՄՆ-ի քաղաքականությունը Թայվանի հարցում մնացել է անփոփոխ։ Նրա խոսքով Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ նախկին մոտեցումներին։ Հեքսեթը նաև ընդգծել է, Թայվանին ապագա զենքի վաճառքի վերաբերյալ բոլոր վերջնական որոշումները կայացնում է անձամբ ԱՄՆ նախագահը։ NBC News-ը հայտնել է, Իրանի զինված ուժերը ապրիլին հնարավոր է խոցացնեն ամերիկյան F-15-ի Strike Eagle կործանիչը օգտագործելով չինական արտադրության շարժական զենիթահրթիռային համալիր։ Հաղորդվում է, ԱՄՆ իշխանությունները շարունակում են հետաքննել ինքնաթիռի կործանման հանգամանքները։ Չինական համալիրի կիրառման վարկածը դիտարկվում է որպես նախնական գնահատական եւ դեռ վերջնական հաստատում չի ստացել։ Միաժամանակ Չինաստանի դեսպանությունը Վաշինգտոնում կտրականապես հերքել է նման սպառազինության փոխանցման մասին մեղադրանքները։ NBC News-ը նշում է, պաշտոնական հետաքննության արդյունքները դեռ չեն հրապարակվել։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, ամերիկյան իշխանությունները սառասել կամ վերահսկողության տակ են վերցրել Իրանի հետ կապված շուրջ $1 միլիարդ կրիպտոակտիվներ։ Նրա խոսքով Իրանի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում եւ մոտենում է ճգնաժամային փուլին։ Բեսենթը պնդել է, երկրում աճել է գնաճը, խորացել են սոցիալական ֆինանսական խնդիրները, իսկ իշխանությունները ստիպված են արտակարգ միջոցներ կիրառել։ Նա նաեւ նշել է, Վաշինգտոնը շարունակում է ճնշումը Թեհրանի նկատմամբ բանակցությունների ընթացքին զուգահեռ։ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, քննարկում են տարբեր սցենարներ համաձայնագրից մինչև տնտեսական եւ քաղաքական ճնշման հետագա ուժեղացում։ Միացյալ Նահանգները եւ Հնդկաստանը պատրաստվում են խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը անցնելով համատեղ սպառազինության արտադրության։ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը հայտարարել է, քննարկում է Ջավելին հակատանկային կառավարվող հրթիռների համատեղ արտադրությունը։ Նրա խոսքով Վաշինգտոնը շահագրգռված է ուժեղ Հնդկաստանով, որը կօգնի պահպանել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Հեքսեթը նշել է, Հնդկաստանը մեծացնում է իր արդյունաբերական եւ լոգիստիկ հնարավորությունները լուրջ ռազմական գործողությունների համար պատրաստվելու նպատակով։ Նա նաեւ ընդգծել է, Նյու Դելհին ակտիվորեն զարգացնում է ռազմածովային ենթակառուցվածքները եւ ամրապնդում համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միշմայերը հայտարարել է, Ուկրաինան այլևս ի վիճակի չէ վերականգնել կորցրած տարածքները։ Նրա խոսքով, Կրիմը, Դոնեցկ եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, ինչպես նաեւ Զապորոժիա եւ Խերսոնի շրջաններն միշտ դուրս են եկել Կիևի վերահսկողությունից։ Միշմայերը պնդել է, որ հակամարտության երկարաձգումը միայն ավելի է վատթարացնում Ուկրաինայի վիճակը։ Նա կոչալ արևմուտքին Ուկրաինային բերբանակցությունների ստեղանի շուրջ եւ հրաժարվել Ռուսաստանի հետ հետագա էսկալացիայից։ Պրոֆեսորի գնահատմամբ ռուսներն ռազմական ճանապարհով հաղթելու հնարավորություն այլևս չկա։ Էստոնիայում ժողովրդագրական ճանապարհը կարող է արմատապես փոխել զինվորական ծառայության համակարգը։ Պաշտպանական ռեսուրսների վարչության պետ Աննա Ռանավեսկին հայտարարել է, որ միայն տղամարդկան զորակոչի մոդելը երկարաժամկետ հեռանկարում այլևս չի աշխատի։ Նրա խոսքով երկրում ամեն տարի ծնվում է ընդամենը 4-ից 5,000 տղա, ինչը բավարար չէ պաշտպանական ծրագրերի պահանջները կատարելու համար։ Վերջինս նշել է, որ մինչև 2040 թվականը խնդիրը կդառնա հատկապես սուր։ Նրա գնահատմամբ կանանց զորակոչը ժամանակի հարց է դարձել։ Գերմանիայի ամենախոշոր օդանավականներից մեկը Մյունխենի օդանավակայանը ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը անվտանգության սպառնալիքի պատճառով։ Բիլդի տվյալներով օդաչուները նկատային կասկածել է թռչող օբյեկտ, որը կարող է լինել անօդաչու թռչող սարք։ Դեպքից հետո երկու թռչուղիներով էլ ամբողջ երթևեկությունը դադարեցվել է։ Տարածքում լայնածավալ գործողություններ են սկսվել դաշնային ոստիկանության ստորաբաժանումները, ներգրավվել է նաև ուղղաթիռ։ Իրավապահները շարունակում են հետաքննել միջադեպը եւ որոնել հնարավոր անօրինական ԱԹՍ-ն։ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը հայտարարել է, Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերսկսել ռազմական գործողություններ Իրանի դեմ։ Նրա խոսքով ամերիկյան զինված ուժերն ունեն բավարար զինամթերք, ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Հեքսեթը նշել է, Վաշինգտոնը հավասարակ կշռում է բարձրաժեք սպառազինության զանգվածային զինամթերքի կիրառումը։ Նա վստահեցրել է, ռազմական պաշարների առումով իրավիճակը լիովին վերահսկելի է։ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, ԱՄՆ ցանկացած պահի կարող է վերադառնալ ռազմական սցենարին։
Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի ծառայողները մայիսի 26-ին ծառայության ժամանակ Կուրգինյան փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են Nissan Magnich-ի մեքենա, որի վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորել։ Նա թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել եւ մեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով 14 փաթեթ։ Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է իրացնելու նպատակով ձեռք է բերել Telegram հավելվածի միջոցով։ Նիսանը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Առաջիկայում մեզ սպասում են մեծ իրադարձություններ, առաջինը սահմանազատում, այս մասին Բերթավանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն խաղաղությունը հաստատված է այն հիմքի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունն ու սահմանները։ Սա նշանակում է, որ սահմանը լինելու է այն, ինչ Սովետի ժամանակ է եղել Խորհրդային Հայաստանում, ինչ եղել է, ճշգրիտ լինելու է նույն սահմանը, նշել է Փաշինյանը։ Նա նշել է, թե սահմանազատման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ են ուզում են պրոբլեմներ ստեղծեն իրար համար, թե ուզում են իրար հետ պրոբլեմներ լուծել, ապա հավելել է, որ ինքն ունի իր ընկալումը այդ հարցի շուրջ եւ կարծում է, որ Ադրբեջանի ընկալումն էլ է նույնը։ Հիմա այնպես հարցը լուծենք, որ 10 տարի հետո, 50 տարի հետո, 100 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի, ասել է Փաշինյանը։ Ընտրություններում համար 2-ի ներքո ներկայացող բոլորին դեմ եմ կուսակցությունը շարունակել է քարոզարշավը յուրօրինակ ձևով, այս անգամ դիվան քշելու քաղաքական ակցիային իրականացրել Վանաձորում։ Եթե չեք ուզում, որ որևէ քաղաքական գործիչ դիվան քշի, պետք է ընտրեք բոլորին դեմ եմ, նշում են կուսակցության անդամները։ Քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող Իմ քայլը հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առնչությամբ Դանիել Օհաննիսյանի եւ մյուսների կողմից հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ։ Այս մասին հայտնել է Դանիել Օհաննիսյանը։ Հիշեցնենք, որ անկախ դիտորդը խնդիրներ էր արձանագրել քաղաքացիական պայմանագրի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող Իմ քայլը հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործության հետ։ Հայտարարել էին, որ դիմել են վարչական դատարան պահանջելով Աննա Հակոբյանին պատասխանատվության ենթարկել 15 տարբեր դրվագներով։ Ապրիլի 27-ին Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը բողոքել էր, թե անկախ դիտորդի հայտարարությամբ խախտվել են իր իրավունքները։ Նամակը ստացել ենք, ընդունում ենք ի գիտություն, ասել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը գազի գնի վերանայման վերաբերյալ Ռուսաստանից ստացված զգուշացման մասին։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ, պահանջելով հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Նա պահանջում է Ալեն Սիմոնյանից բռնագանձել 6 միլիոն դրամ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերը ներառյալ պետական տուրքն ու փաստաբանական վարձատրությունը։ Հայաստանի իշխանությունների կողմից Մայրաթոր Սուրբ Էջմիածնին ներկայացվել են զգալի չափերի հարկային պահանջներ, ներառյալ հարկերը, տույժերն ու տուգանքները։ Խոսքը վերաբերում է ինչպես եկեղեցական մոմերի արտադրության համար օգտագործվող պարաֆինի ավելացված արժեքի հարկին, այնպես էլ Մայրաթորին պատկանող որոշ անշարժ գույքերի հարկային պարտավորություններին։ Տեղեկություն է ստացվել, որ Մաքսանենք ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Մայիսի 26-ին ժամը 20:50-ին Երևան աշտարակ ճանապարհին իրավապահները հայտնաբերել են 44-ամյա տղամարդկանց ձերբակալել եւ Toyota Corolla Magnich-ի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Տղամարդկանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային տոպրակ, իսկ մյուսի մոտ նույն զանգվածով լցված փաթեթ։ Արթուր Օսիպյանի խոսքով Նիկոլ Փաշինյանն իրեն անվանել է փախած եւ այդ ձևակերպումը տարածել նաեւ այլ արցախցիների վրա։ Օսիպյանը պահանջել է, որպեսզի Փաշինյանն իր Facebook-յան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ իրենից եւ բոլոր այն արցախցիներից, ովքեր պատերազմից չեն խուսափել եւ պաշտպանել են Արցախը։ Նա հիշեցրել է 10 ամիս գտնվել են շրջափակման մեջ, ենթարկվել ռազմական ագրեսիայի եւ ստիպված լքել Արցախը հազարավոր երեխաների կյանքը փրկելու համար։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստան ՌԴ դեսպան Սերգեյ Կոպերկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի քննարկումների հիմնական թեման Հայաստանի ղեկավարության քայլերն են Եվրամիության հետ մեծացման ուղղությամբ։ Մոսկվայում հայտարարել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջև ակտիվացող համագործակցությունը վնասում է ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությանը։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը նշել էր Հայաստանի անցումը ԵՄ չափանիշներին կարող է ստիպել դադարեցնել ինտեգրացիոն գործընթացները ԵԱՏՄ շրջանակներում։
Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Եվրոսել խոզնաձորի կողմից 2026 թվականի մայիսի 21-ից 27 հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկություններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական երկու կազմակերպությունների MF Export եւ Invest Plus ՍՊ ընկերությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Մյուս երկու ընկերությունների, ինչպես նաեւ բուսաբուծական 8 արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են։ Blue Origin-ի անոթաչու New Glen-ի հրթիռը Ֆլորիդայի մեկնարկային հարթակում փորձարկման ժամանակ պայթել է։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է հրթիռը բռնկվում եւ վերածվում հսկայական հրեգնդի, երկինք բարձրացնելով կրակ եւ ծխություն։ Blue Origin հրթիռը պատրաստվում էր 4-րդ արձակման համար, որով պետք է ուղեցիր հասցվեին Amazon Leo-ի 48 արբանյակներ։ Միջադեպի պահին արբանյակներ դեռ հրթիռին միացված չեն եղել, պայթյունը լուրջ հետընթաց է Ջեֆ Բեզոսի տիեզերական ծրագրի համար, Elon Musk-ի SpaceX-ի հետ մրցակցության ֆոնին։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հայտնել է Լիբանանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր 24 ժամում միջինում 11 երեխա է զոհվել կամ վիրավորվել։ UNICEF-ի տվյալներով 7 օրում ընդհանուր առմամբ 77 երեխա է զոհվել կամ վիրավորվել։ Իսրայելի հարվածները շարունակվել են Լիբանանի հարավում, չնայած հրադադարի առկայությանը։ Հարվածներ են հասցվել քաղաքներին, գյուղերին եւ Բեյրութի հարավային արվարձանին։ UNICEF-ի խոսնակ Ռիկարդո Պիրեշը երեխաների շրջանում զոհերի եւ վիրավորների թիվը որակել է ցնցող։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ քաղաքական համաձայնագիր կկնքի սառեցված ԵՄ-միջոցների ազատման վերաբերյալ։ Այդ գումարները սառեցվել են Վիկտոր Օրբանի կառավարության օրոք, օրենքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ երաշխիքների հետ կապված մտահոգությունների պատճառով։ Մադյարի խոսքով Բրյուսելի հետ բազմաթիվ հարցերում արդեն համաձայնություն կա։ Հունգարիան փորձում է մինչև օգոստոսի 31-ը բացել 6.5 միլիարդ եվրո դրամաշնորհները եւ 3.9 միլիարդ եվրո արտոնյալ վարկերը։ ԵՄ-միջոցների ազատումը կարևոր է երկրի կանգնած տնտեսության վլարված պետական բյուջեի համար։ Ճապոնիայում հում նավթի ներմուծումը ապրիլի 1 տարվա համեմատ կրճատվել է գրեթե 66%-ով։ Երկիրը ներմուծել է օրական 850,000 բարել հում նավթ, ինչը 1962 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Ներմուծումը մերձավոր արևելքից նվազել է 68%-ով Իրանի պատերազմի եւ Հորմուզի նեղուցում նավարկության խափանումների պատճառով։ Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից մատակարարումները նվազել են 60%-ով կամ ավելի։ Ճապոնական նավթավերամշակողները ստիպված են եղել կրճատել արտադրական ծավալները նավթի պակասի պատճառով։ Դոնալդ Թրամփը բարդիրավիճակում է հայտնվել Իրանի դեմ պատերազմը ավարտելու փորձի ժամանակ։ Մի կողմից նա ճշմարտ տակ է բացելու Հորմուզի նեղուցը եւ նվազեցնելու բենզինի գները ԱՄՆ-ում, մյուս կողմից իր կուսակցության կոշտ հակաիրանական թևը պահանջում է չգնալ Թեհրանի հետ զիջումների։ Քննարկող միջանկյալ գործարքը կարող է երկարաձգել հրադադարի եւ վերականգնել նավարկությունը, բայց հետաձգել միջուկային ծրագրի հարցը։ Հանրապետական ազդեցիկ գործիչները Թրամփին զգուշացրել են, որ չկրկնի Օբամայի 2015 թվականի միջուկային գործարքի ճանապարհը։ Չինաստանը հայտարարել է, կտրականապես դեմ է ցանկացած երկրի կողմից նավարկության ազատության պատրվակով իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը խաթարելու փորձերին։ Պեկինի արձագանքը հեչել է կանադական HMCS Charlottetown ֆրեգատի Թայվանի նեղուցով անցնելու հետ։ Չինաստանի ԱԳՆ-խոսնակ Մաունինգը նշել է, Չինաստանը հարգում է միջազգային իրավունքի շրջանակում նավարկության իրավունքները։ Միաժամանակ Պեկինը Թայվանի հարցը դիտարկում է որպես իր ինքնիշխանության հետ կապված ներքին խնդիր։ Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, Թայվանի նեղուցը միջազգային ջրային ուղի է եւ բոլոր երկրներն ունեն նավարկության ազատության իրավունք։ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, Կիևում հնարավոր հարվածների թիրախներն արդեն որոշված են։ Նրա խոսքով դրանք ռազմական ենթակառուցվածքներ, ռազմաարդյունաբերական օբյեկտներ եւ Ուկրաինայի զինված ուժերի հետ կապված թիրախներ են։ Կոլեսնիկը նշել է, որ Ռուսաստանը առաջնորդվելու է ռազմական նպատակահարմարությամբ։ Նա ընդգծել է, նպատակն ըստ նրա խաղաղ բնակչությանը վնաս հասցնելը չէ։ Бля, пацан, я верю в тебя, пиздец как. Я в себя так не верю, как в тебя сейчас. Давай, давай, бро, только не перевернись. Быстрее, тихо, тихо, тихо. Пиздец.
красава, он сделал это. Да! Лучший. Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը եւս մեկ կարմիր գիծ է անցել։ Նրա խոսքով ռուսական անօթաչու թռչող սարքը հարվածել է Ռումինիայի խիտ բնակեցված շրջանին եւ վիրավորել խաղաղ բնակիչների։ Նա ընդգծել է միջադեպը տեղի ունեցել հենց Եվրամիության տարածքում։ Վերջինս հայտնել է Եմեն լիակատար համերաշխություն է հայտնում Ռումինիային եւ նրա ժողովրդին։ Եվրահանձնաժողովի ղեկավարը նաեւ հայտարարել է Եմեն պատրաստում է Ռուսաստանի պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան առաջարկել է այցելել Մինսկ։ Նրա խոսքով, եթե Մակրոնը չի ցանկանում մեկնել Մոսկվա, ապա կարող է հանդիպել Պուտինի հետ Բելարուսի մայրաքաղաքում։ Լուկաշենկոն նշել է Ֆրանսիայի նախագահը չի բացառել նման հանդիպան հնարավորությունը։ Միաժամանակ Մակրոնը նշել է նախ պետք է խորհրդակցի Եվրամիության գործընկերների հետ։ Լուկաշենկոն նաև համաձայնել է հաջորդ շաբաթ ընդունել Մակրոնի հատուկ ներկայացուցչին։ Լեհաստանի ԱԳ-նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է Եվրոպական միությունը չի կարող միջնորդ լինել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Նրա խոսքով Եմեն բացահայտորեն աջակցում է Կիևին եւ չի զբաղեցնում չեզոք դիրք։ Սիկորսկին ընդգծել է Եվրոպան Ուկրաինայի կողմում է, այլ ոչ թե երկու կողմերի միջև։ Նա նաեւ աջակցել է Կայակալասի դիրքորոշմանը բանակցային հատուկ ներկայացուցչի նշանակման հարցում։ Լեհ նախարարի խոսքով վաղ է խոսել Եմենի կողմից նման միջնորդության մասին։ Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է Թեհրանի զիջումների հասնում ոչ թե երկխոսության, այլ հրթիռների միջոցով։ Նա նշել է բանակցությունները միայն ամրագրում են այն, ինչ ձեռք է բերվում մարտի դաշտում։ Ղալիբաֆի խոսքով Իրանը չի հավատում երաշխիքներին եւ խոստումներին։ Նա ընդգծել է վստահության չափանիշը միայն հակառակողմի գործողություններն են։ Մեջլիսի նախագահը հավելել է համաձայնագրերում հաղթում է նա, ով պատրաստ է պատերազմի հաջորդ օրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի համաձայնագրի մեծ մասի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել։ Նրա խոսքով վերջնական որոշումը կընդունվի օգնականների հետ խորհրդակցություններից հետո։ Թրամփը նշել է Իրանը պետք է ամբողջությամբ հրաժարվի միջուկային զենքից։ Նա նաև հայտարարել է համաձայնագիր նախատեսում է Օրմուզի նեղուցի անհապաղ բացում։ ԱՄՆ նախագահի խոսքով նեղուցով անցումը պետք է լինի անվճար։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանը պատրաստում է նոր զանգվածային հարվածին։ Նրա խոսքով այդ մասին վկայում են Ուկրաինայի հետախուզության տվյալները։ Զելենսկին նշել է Ռուսաստանը շարունակում է հույս դնել հրթիռների եւ պատերազմի վրա։ Նա կոչել ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի նկատմամբ։ Ուկրաինայի առաջնորդը նաև պահանջել է արագացնել օդային պաշտպանության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իրեն զեկուցել են Ռումինիայում տեղի ունեցած անօթաչու թռչող սարքի միջադեպի մասին։ Նրա խոսքով հնարավոր չէ հաստատել սարքի ծագումը մինչև բեկորների ուսումնասիրությունը։ Պուտինը ենթադրել է միջադեպը կարող էր կապված լինել ուկրաինական անօթաչուի հետ։ Ավելի վաղ Ռումինիայի իշխանությունները հայտարարել էին Աթասն բախվել է բազմաբնակարան շենքի տանիքին։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 2 խաղաղ բնակիչ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Կիևը կօգնի Ռումինիային ամրապնդել օդային պաշտպանությունը։ Նրա խոսքով ուկրաինացի զինվորականներն ու մասնագետները կներգրավեն այդ աշխատանքներում։ Զելենսկին ընդգծել է տարածաշրջանային անվտանգությունը պահանջում է համատեղ ջանքեր։ Նա նշել է երկու երկրները կշարունակեն համագործակցությունը պաշտպանական ոլորտում։ Ուկրաինայի առաջնորդը դա ներկայացրել է որպես ընդհանուր անվտանգության հարց։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, ոչ մի արևմտյան երկիր իրավունք չունի Իրանի հետ խոսել պետք է ձևակերպմամբ։ Գերատեսչության ներկայացուցիչները նշել են Թեհրանը որոշումները կայացնում միայն իր ժողովրդի շահերից ելնելով։ Իրանը շեշտել է արտաքին ճնշումները չեն կարող որոշել երկրի քաղաքականությունը։ ԱԳՆ-ն ընդգծել է ինքնիշխան որոշումներ ընդունելու իրավունքը։ New York Times-ի տվյալներով Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը։ Աղբյուրի համաձայն Սպիտակ տանը տեղի ունեցել շուրջ 2 ժամ տևած խորհրդակցություն, քննարկվել է Իրանի հետ հրադադարի հնարավոր երկարաձգման հարցը, սակայն հանդիպման ավարտին վերջնական որոշում չի կայացվել։ Թրամփը շարունակում է խորհրդակցությունները մինչև վերջնական դիրքորոշման ձևակերպումը։
Ադրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու Հայաստան եւ ինչ իրավունքներ են ունենալու։ Այս մասին լրագրողների հետ հանդիպանը հայտնել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Այս ուղղությամբ հիմնական շարժը սկսել է 2023 թվականին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն այս process-ի համակարգող է նշանակվել եւ գրեթե ամեն տարի վերադարձի ձևաչափով միջոցառումներ է անցկացնում, ասել է Նարեկ Կարապետյանը։ Նա նաեւ ներկայացրել է փաստաթուղթ, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի կոնցեպտ եւ որը ներկայացվել է ՄԱԿ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական հավատարմագրումից չի զրկել Դանիել Յոհաննիսյանի կազմակերպությանը, սակայն պահանջել է ջնջել գրառումը։ Նշենք, որ մայիսի 26-ին անկախ դիտորդ դաշինքի անդամ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Յոհաննիսյանը Facebook-յան իր էջում գրառում էր արել, թե Ռուսաստանյան FSB-ի թղթերում Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մանուկյանը նշված է որպես լիդեր օբշեստվեննեյա մնենիա։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը դիմել էր կենտրոնական ընտրական հանձնաժողով, խնդրելով հավատարմագրումից Յոհաննիսյանի կազմակերպությանը, քանի որ նա իրականացրել է հակաքարոզչություն թիրախավորելով կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մանուկյանին։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա Եվրամիության հետ մեծեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար։ Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից։ Եվրամիության հետ Հայաստանի մեծեցումը վնասում է ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությանը, հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Էջմիածին քաղաքում հերթական աղմկահարույց քրեական միջադեպն է գրանցվել։ Քաղաքում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով վնասվել են դեղատան դպրոցի եւ հարակից մի քանի տների պատուհաններն ու պատերը։ Դեպքի վայրերում արկա են եղել կրակոցների բազմաթիվ հետքեր։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 5 անձ, այլ մանրամասներ չեն հաղորդել։ Ձերբակալվածները 2002-2003 թվականներին ծնված երիտասարդներ են։ Ըստ նախնական տեղեկությունների նրանց միջև անձնական, այսպես կոչված տղայական հարցերի շուրջ առաջացած կոնֆլիկտը վերածվել է զինված հաշվեհարդարի։ Երեկվա միջոցառումը ռազմական այդ շքերթը Երևանում որոշակի հարցեր առաջացրեց։ Երկրորդ դեպքն է, երբ բանակը օգտագործվում է որպես քարոզչական առարկա, ոչ մի իշխանություն, օրինակ ես 10 տարի նախագահ եմ եղել, երբեք թույլ չեմ տվել որևէ նախընտրական ժամանակաշրջանում բանակը ներգրավել նման ձևով։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարել է Հայաստան Դաշինքի վարչապետի տեխնացու Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Առաջին դեպքը եւ միակը մինչ այս եղել է 1996 թվականին, որի հաջորդ օրը ընտրություններ եղան բավական վատ հետևանքներով հենց իշխանության համար։ Մենք նման մոտեցումը ընդհանրապես մերժում ենք, համարում ենք, որ բանակը պիտի լինի ապաքաղաքական, բանակը պիտի լինի հարազատ բոլոր քաղաքացիների համար, կապ չունի իշխանություն է թե ընդդիմություն, նշել է Քոչարյանը։ Ըստ նրա անբարոյականություն է բանակը քարոզչական եւ ներքաղաքական նպատակներով օգտագործելը։ Անկել են մեր թիմի հետևից, ուզում են աչքներս վախացնեն, մենք մինչև վերջ գնալու ենք, այս մասին հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այսօր ընկել են արդեն մեր թիմակիցների հետևից տեղին անտեղին վախեցնելով։ Ես ձեզ հանձնարարել եմ, մեկ անգամ եւս հանձնարարում եմ, շատ ուշադիր եղեք։ Անմիջապես կենտրոնական գրասենյակ տեղյակ եք պահում, տրամադրում եք փաստաբաններին, սա ժամանակավոր է, բոլորդ էլ ստացել եք հանձնարարական, որևիցե խախտում չկատարվի, որևէ ընտրակաշարք չտրվի։ Ամեն ինչ լինի օրենքի սահմանում, մենք մաքուր ենք, փորձում ենք թիմի աչքը վախացնեն, մենք մինչև վերջ գնալու ենք, մերը ներկայացնելու ենք, նշել է Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ հանդիպմանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ տեղամասում ընտրողը պետք է ստանա ընդհանուր թվով 18 քվեաթերթիկ, որևէ համարի քվեաթերթիկ ստանալուց հրաժարվել չեն կարող։ Եթե ընտրությունների վերջնական ցուցակների հրապարակման պահին դեռևս լրացած չէ անձի 18 տարին, կարողանալու է արդյոք քվեարկել, թե ոչ, ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է։ Ավելին, եթե անձի 18 տարին լրանում է անմիջապես հունիսի 7-ին քվեարկության օրը, ապա նրա տվյալները արդեն իսկ ներգրաված են ցուցակներում։ Բոլորը կարող են ստուգել եւ համոզվել, ինչպես նաեւ անպայման քվեարկել։ Զինվեք համբերությամբ, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի հետ ինչ-որ բան համաձայնեցնելուն։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը Վեստիին ասել է, որ Երևանը չի պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, բայց ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ Հայաստանը միշտ դիրքորոշում ունի, մենք դա տեսնում ենք, որ նրանք ցանկանում են մնալ ԵԱՏՄ-ում, բայց այստեղ կան նրբություններ, նշել է Օվերչուկը։ ԵԱՏՄ առաջնորդները կարծում են, որ Հայաստանում պետք է անցկացվի համազգային հանրաքվե ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ, այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։ Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելարուսի, Ղրղստանի եւ Ղազախստանի առաջնորդների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ։ Մասնավորապես նշվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները դեկտեմբերին կներկայացնեն զեկույց ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների մասին Հայաստանի համար։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրամանագիր է ստորագրել հարևան երկրներից, այդ թվում Ռուսաստանից ապրանքների ներմուծման ծավալների ավելացման վերաբերյալ նախկինում Թասնիմ գործակալությունը հայտնել էր Իրանը մեծացրել է Կասպից ծովի ապրանքների ներմուծումը։ Այդ ուղին օգտագործվում է որպես այլընտրանքային մատակարարման ճանապարհ ամենառազմածովային շրջափակման պայմաններում։ Իրանի իշխանությունները նաև հրահանգել են ակտիվացնել սահմանային առևտուրը տնտեսական ճնշումների ազդեցությունը մեղմացնելու համար։ Իսրայելական բանակի մեքենայացված ստորաբաժանումները մտել են հարավային Լիբանանի Դիբին քաղաք, գործողության նախորդել է ծանր հրետանային ռմբակոծություն։ Նպատակն է քաղաքը մաքրել Հեզբոլլահի զինյալներից։ Դիբինի վերահսկողությունը Իսրայելին հնարավորություն կտա վերահսկել հարավային Լիբանանի արևելյան հատվածը։ Մարտերին մասնակցել են նաև Էգոզերի տարհատուկ նշանակության ստորաբաժանումը։ Զախարովան հայտարարել է Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի Ռումինիայի որոշումից հետո։ Բուխարեստը պերսոնա նոն գրատա է հայտարարել ռուս գլխավոր հյուպատոս Անդրեյ Կոլսինինին։ Ռումինիան նաև որոշել է փակել Կոստանցիայի ռուսական հյուպատոսարանը, որոշումը հաջորդել է Գալասում տեղի ունեցած անօդաչուի միջադեպին։ Մոսկվան շարունակում է մերժել իր հասցեին հնչող մեղադրանքները։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը կոչ է ուժեղացնել արևելյան պահագործողությունը։ Նրա խոսքով Ռումինիայում տեղի ունեցած միջադեպը ցույց է տվել լրացուցիչ միջոցների անհրաժեշտությունը։ Գործողությունն նախատեսված է ՆԱՏՕ-ի արևելյան թևի օդային պաշտպանության համար։ Այն ստեղծվել էր դաշինքի անդամ երկրների անվտանգության բարձրացման նպատակով։ Վիկտոր Օրբանը կոչ է արել Հունգարիայի նոր կառավարությանը պահպանել չեզոքությունը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում։ Նա հայտարարել է Բուդապեշտը չպետք է միանա պատերազմի մեծ քաղաքականությանը։ Օրբանը հիշեցրել է Ռումինիայում տեղի ունեցած անօդաչուի միջադեպը։ Նրա խոսքով պատերազմը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Նախկին վարչապետը պնդել է, պետք է պահպանել նախորդ կառավարության որդեգրած ուղին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Գալասում տեղի ունեցած միջադեպի մասին։ Անօդաչու թռչող սարքը բախվել բազմաբնակարան շենքին, հարվածից հետո բռնկվել էր հրդեհ։ 2 մարդ ստացել է վնասվածքներ։ Ռումինիան պատասխանատվությունը վերագրել է Ռուսաստանին։ Ճապոնիան 14.6 միլիոն դոլար է հատկացել ՆԱՏՕ-ի Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ ծրագրի շրջանակում։ Միջոցները կօգտագործվեն ամերիկյան արտադրության ոչ մահացու սարքավորումներ գնելու համար։ Հետագայում դրանք կմատակարարվեն Ուկրաինային։ Տոկիոն հայտարարել է շարունակելու աջակցել Կիևին։ Ճապոնիան մտադիր է նաև խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Թասնիմը հայտնել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագիծը դեռ վերջնական չէ։ Աղբյուրի խոսքով վերջին օրերին տեքստում փոփոխություններ են կատարվել։ Այդ պատճառով արևմտյան մամուլում հրապարակված տարբերակները կարող են պարունակել անճշտություններ։ Աքսիոսը նախկինում հայտնել է հուշագրի նախագծի համաձայնեցման մասին, սակայն իրանական կողմը պնդում է աշխատանքները շարունակվում են։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Սև ծովում թուրքական սեփականության նավի վրա անօդաչու հարձակման մասին։ Նավը շարժում էր Օդեսայից դեպի Թուրքիա, միջադեպի հետևանքով անձնակազմի 2 անգամ ստացել է թեթև վնասվածքներ։ Անկարան իր մտահոգությունը փոխանցել տարածաշրջանում աճող լարվածության կապակցությամբ։ Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը հետևում է նավի անձնակազմի վիճակին։ Շվեդիայի կառավարությունը որոշել է համաշխարհային բանկին տրամադրել 236 միլիոն եվրոյի վարկային երաշխիք։ Գումարը նախատեսված է Ուկրաինայի պետական բյուջեի հիմնական ծախսերի ֆինանսավորման համար։ Միջոցները կուղղվեն կենսաթոշակների աշխատավարձ եւ սոցիալական աջակցության ծրագրերին։ Նոր երաշխիքը կգործի մինչև 2056 թվականը։ Շվեդիայի ընդհանուր պարտավորությունը այս ուղղությամբ արդեն հասնում է մոտ 280 միլիոն եվրոյի։ Եղանակը առաջիկա օրերին մայիսի 30-ին շրջանների մեծ մասում, 31-ին հունիսի 1-ից 3-ը 2-ի գիշերը եւ կեսօրից հետո 3-ից 3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Տեղտեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 30-ին տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։ Հունիսի 1-ի եւ 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ին աստիճանաբար կնվազի 6-ից 10 աստիճանով։